Ողջույն սիրելիս, գիտես ինչի մասին էի նստած եւ խորհում, հրաշալի լավ եղանակ կա արևոտ, ու մի պահ մտածում էի, տեսնում էի, որ արևը ընկնում է երբեմն բոլոր երկրի վրա, բայց երկրի վրա ամեն մի տարածք չի, որ արևի լույսը գալիս առանց շողքի կամ առանց ստվերի, այսպես ասած, գիտես կան ստվերներ, որոնք առաջանում են ինչ-ինչ շենքերից, ծառերից կամ ինչ-որ շինությունների պատճառով ստվերներ առաջանում հողի վրա, ստվերներ առաջանում կանաչի վրա, դաշտի վրա, ու այդ ձև էլ կան մարդիկ, սիրելիներս, իրականում, որ ստվեր են գցում քո կյանքի վրա, ստվեր են գցում, իրանք երբեք չեն ուզենա, որ լույս ընկնի քո կյանքի վրա, ամբողջ լույսը կվերցնեն իրանք, ամբողջ ջերմություն իրանք կվերցնեն, ամբողջ փառքը իրանք կվերցնեն, ամբողջ, չգիտեմ, հաջողությունները իրանք կվերագրեն, ամբողջ, ոնց ասեմ, ջերմությունը կվերցնեն իրանք կյանքի վրա, բայց երբեք չեն ցանկանա մեկի վրա լույս ընկնի, երբեք չեն ցանկանա մեկը լուսավորվի, մեկը աճի, մեկն էլ, ինչ-որ մեկն էլ բողբոջի, գիտես, սա եսասիրություն է, մենք տեսնում ենք Հիսուսի կյանքով ընդհանրապես, որ Հիսուսը եկավ որպես լույս այս աշխարհ ու լույսը մեր մեջ բնակվեց, գրված է, եկավ որ մեր մեջ բնակվի, եկավ մեր մեջ բնակվեց, ոչ թե թողեց, որ մենակ մեր վրա լույս ընկնի, այլ եկավ մեր մեջ լույսը բնակվեց, որ մեր ամբողջ կյանքը լուսավորվի, բայց մենք մարդիկը շատ նախանձ ենք, շատ խոզն ենք, շատ չենք ուզում ոչ մեկի վրա լույս ընկնի, մենք ուզում ենք բոլորին օգտագործենք, որ մենք լուսավորվենք, բայց երբեք հանկարծ մեր շողքերը չընկնի մեկի վրա, մեկը չօգտվի, չլուսավորվի, մեկը չճանաչվի, մեկը չփառավորվի, մեկը հանկարծ մեկի համար չգովան, մեկի անունը հանկարծ ավելի գովալով բարձրոտ չտան, քան իր անունը, հետաքրքիր է սա, խորհում էի, գիտես իրականում սա կարաս տեսնես համ ծառայությունների մեջ, համ գործունեության մեջ մարդկանց, համ ընկերության մեջ մարդկանց, համ չգիտեմ տարբեր բաների մեջ, պատմվածքների մեջ կարաս տեսնես, որ ամբողջ լույսը իրան է վերագրում ու բոլոր շողքերը բոլորին, Աստված օրհնի քեզ, խորհի սրա մասի, ես իմ նստած սենց հրաշալի մտածում էի, նայեք, լավ եղանակ, արև, կանաչ, ծառներ, բայց կան ստվերներ, ստվերների պատճառը երբեմն լինում են մեծ մարդիկ, սիրելիներս, ստվերների պատճառը երբեմն լինում են մեծ շինությունները, ստվերների պատճառը լինում են մեծ ծառները, գիտես, մի եղիր ստվեր ուրիշի համար, ստվեր գցող ուրիշի համար, մի եղիր այնպիսի մարդ, այնպիսի շինություն, այնպիսի ծառայող, այնպիսի, չգիտեմ, ճանաչված, այնպիսի ծառ, որ բոլոր լույսը, բոլոր ջերմությունը քաղես քո վրա, բայց չթողես ոչ մի լույս, ոչ մի ջերմություն ուրիշի վրա ընկնի, Աստված օրհնի քեզ, խորհի սրա մասին, Հիսուսը մի հատ մի բան ասեց, այնպես հավերը իր ճտերին, ձագերին քաշում է թևի տակ, այնպես ես իմ ժողովրդին քաշում եմ իմ ջերմության տակ, իմ թևերի տակ, այդ ջերմությունը գտնի, թույլ տուր քո ջերմությունը ուրիշների վրա ընկնի, թույլ տուր քո լույսը ուրիշների վրա ընկնի, իհարկե լույսը Աստծուց է ընդհանրապես, որ գալիս է ուղղակի մի փակիր, որ բոլորը քեզ, թող մարդիկ աճեն, կվախենաս հիմա կասես, ախր մարդիկ աճում են, վատ են պահում իրանց, լավ չեն պահում, գնում են, հեռանում են, իրանք էլ են հաջողվում, էլ ես կարևոր չեմ իրանց համար բանի տեղ չեն դնում ինձ, օքեյ, դու թույլ տուր, թող լույսդ տարածվի շատերի վրա, Հիսուսը թույլ տվեց, որ իր լույսը տարածվի շատերի վրա, ու ոչ թե շատերի վրա, այլ ինքը որպես լույս եկավ եւ բնակվեց մեր կյանքերի մեջ եւ մեր կյանքերը լուսավորեց, ինքը եկավ, որ ինքը ծառայի մեզ, ոչ թե մենք ծառայենք իրան, իր խոսքում ասում, ես եկա, որ ես ծառայեմ ձեզ, ոչ թե բոլորի ծառայեցնեմ եւ լույսն ու փառքը ես կրեմ, ձեզանով հաջողվեմ, բայց ոչ մեկի չբարձրացնեմ, նո, ինքը բարձրացնող Աստված է,
Տեր օրհնի քեզ Հիսուսի անունով եղիր օրհնված